Աշխարհի ամենաջերմ եւ ամենաճաշակով հետևորդներին ասում եմ ողջույն այս հրաշք տեսարանի ներքո։ Մենք արդեն պարզ է գտնվում ենք Հանրապետության հրապարակում, եկել ենք վայելելու այս գեղեցիկ տեսարանը, քանի որ Վահանը նախատոնական շրջանում շատ հիվանդ էր եւ մենք բաց ենք թողել այդ շրջանը ու հիմա ենք եկել վայելելու։ Պատկենք ու Մաշային կրվում են իրար հետ։ Մաշան ակելած ունի պատկների։ Նայ, այդ վիդեո ես մասով եմ նկարում։ Հարգելի հետևորդներ, եկել ենք Ռուսաստան զբոսնելու։ Սայթը կոնսա։ Կանտես տոպեքոսի։ Հայ արա։ Սիրելի հետևորդներ, ուրեմն այս կրուասաններից անցած տարի փորձել էինք, համը անմահական էր, երկու հատավեր ցլանդրանիկը, բայց այնքան մեծ էր, որ ուտել չէր լինում։ Հիմա այս տարի գինը մնացել է նույնը, 1500 դրամ էս մի հատի, բայց ուղիղ կեսի չափով են սարքում։ Ամոթ ձեզ, որ օգտվում եք ձեր հաճախորդների հավատարմությունից։ Վազի, արա։ Վազի։ Ենուր գնաց։ Աու, վազի։ Հարի արա։ Ուր։ Մենք եկել ենք Վահանի սիրելի տեղը, Վահանը ծրիուտի, մենք էլ չգիտեմ ինչ։ Իդյակուկի բլուզը համել նոր է, իր հորաքույրներ նվիրել 2 տարի առաջ։ Ուղղակի հիմա նոր արդեն լինում է Վահանի հագով։ Բայց ինչ ես պատվիրել։ Հետևորդները մի խոսքով Վահանին պատվիրել ենք ֆրի, արդեն պարզ է։ Իսկ մեզ բավարարական հոտ-դոգ, անկեղծ եմ ասում, ամանորից հետո մինչև հիմա որ կշտացածության զգացողություն եմ ու չգիտեմ ոնց եմ ես այսքան ուտելու։ Մատ փչին օրկեր։ Մատուցողն եկել է, մատուցողին ասում է հայ։ Թանկագիններս, ոյնու, միրգ եմ կտրատում, այո, սուրճս դրել եմ, նոր որոշեցի միրգը կտրատել։ Ամանորյա սեղանին չունեինք դրած անանաս։ Մենք մեր անանասը կտրել էինք դեկտեմբերի 28-ներ, կարծեմ թե 27-ը մի խոսքով այն օրը, որ Վահան Անդրանիկը բերեց, Վահան ինձ տեսա, վաու, pineapple, բերելախոհանոց բանակը հանելա տալիս ամենից ասում է, որ կտրենք։ Անդրանիկի ոտերը միանգամից թուլանում են, երբ երեխան ինչ-որ բան է ցանկանում, եւ կտրեցինք, երեխան տեսավ, իհարկե հիմա դրա կեսը կա, հիմա կկտրատեմ, բայց ուզում եմ ասեմ, մենք
շեղվեցինք ավանդույթներից, դրա մեջ եմ դնելու։ Եվ սիրելի հետևորդներ, եկեք համ կտրատեմ, համ մի փոքր զրուցենք։ Եվ երբ ինչ-որ մի թեմայի շուրջ մեկնաբանությունները չափազանց շատ են լինում, ես անպայման անդրադառնում եմ դրան։ Վերջին շրջանում, երբ ես ավելի հաճախ եմ մատատիկի հետ հայտնվում կադրերում, ավելի ճիշտ է մատատիկի ձեռքերի հետ, քանի որ մատատիկը չի ցանկանում նկարվել, եւ մեկնաբանությունները շատ են, թե այդ ինչ լավ հարաբերություններ ունեք եւ այլն, ես կարծեցի, որ արժի խոսել այդ մասին, քանի որ մեր օրերում ոչ բոլորն են իրենց ամուսնու հարազատների հետ բախտ չի վիճակում ոչ բոլորին ստեղծել այդքան լավ հարաբերություններ։ Բացում եմ գաղտնիքը, թե որն է իմ ու Էմատատիկի այդքան լավ հարաբերություններ ունենալու։ Եվ ես եւ Էմատատիկը ամեն մեկս մեր հերթին ունենք մի հատ առավելություն, որի շնորհիվ մենք կարողանում ենք այդ մեր հարաբերությունները ի սկզբանե ստեղծել ենք եւ գնալով ավելի ախորանում։ Էմատատիկը ունի մի հատ առավելություն, որը ցավոք սրտի չունեն մեր կանանց 90%-ը։ Կարող է հիմա դուք sense վիրավորվեք, որ ես sense եմ ասում, բայց որ խորը մտածեք կհասկանաք, որ ես ճիշտ եմ ասում։ Եվ դա գիտեք որն է։ Իմաստությունը, սիրելի հետևորդներ։ Ես չեմ ժխտում, կանայք կարող են լինել շատ առատաձեռն, մեկը կարող լինի շատ քաղցր լեզու, մեկը կարող լինի հասնող, օգնող ամեն ինչի, այն մեկը շատ գրագետ, այն մեկը, ինչ ասեմ, ձեռքից ամեն ինչ գա, բայց իմաստուն շատ քչերն են։ Այդքան ցավեր ա տեսել, երկու զավակա կորցրել, դժվար կյանքով ապրել, առանց հայրը մեծացել, մի խոսքով հեշտ կյանք չի ունեցել տատին։ Բայց այդ ամեն ինչի հետ մեկտեղ ինքը չարանալու եւ իր կողքից իրենից ավելի փոքրին, ավելի թույլին տեսնելու վրան ինքնահաստատվելու փոխարեն ինքը ձեռք ա բերել տակտիկա մարդկանց հետ լեզու գտնելու, մարդկանց հետ շփում ճիշտ կարողանալ ստեղծելու, գիտի ում մոտ ինչ խոսի, ում հետ ոնց խոսի։ Երբեք չես տեսնի, որ մեծ անկապ բանից բզբզա ու մի հատ մեծ կռիվ սարքի։ Էմատատիկը բնականաբար ինձանից շատ բան գիտի, բնականաբար ինձանից շատ բան ա տեսել, ինձանից երկար ա ապրել։ Էմատատին ինձանից առավել է, դա քննարկման էլ ենթակա չի, բայց ինչի է տպավորությունը ստեղծում, որ ես եմ մեր մեջ առաջատարը, ասեմ, որովհետև նա այնքան իմաստուն է, որ գիտակցում է, որ նախ մեր մեջ կա սերունդների ահռելի տարբերություն։ Երկրորդը, տարաձայնության մեջ միշտ մեղավոր է այն մարդը, ով գտնվում է գիտակցական ավելի բարձր մակարդակի վրա։ Միշտ երբեք չի ստեղծում իրավիճակ, ինչը կարա իմ ու իր մեջ վիճաբանության առիթ դառնա։ Երրորդը, յուրաքանչյուր գիտակից մեծահասակ հասկանում է, որ տան երիտասարդի հետ կոնֆլիկտ ստեղծելը միայն իրան վնաս է։ Երբեք օգուտ իրան չի կարա լինի, հասկանում եք, որովհետև ամեն ինչ վերցնում են իրենց թևերին եւ տանում են առաջ, երիտասարդները դա նորմալ երևույթ է, մեր հերթն էլ ա գալ, բոլորս էլ ղեկը հանձնում ենք երիտասարդին։ Դրա համար պետք է այնքան երեսատեղ թողնես, որ այդ երիտասարդը այդ ղեկով քեզ տանի մենակ լավ տեղեր չտանի ձորից գցելու։ Ոնց կոպիտ անմատություն բերեցի։ Փորձում ազիջել, մտնել քո դրության մեջ, չտանել մինչև վերջ իր ասածը, չհամոզել քեզ ինչ-որ մի բան, եթե ինքը նույնիսկ իսկապես շատ ճիշտ է։ Ու դրա համար էլ երբ մենք ներընտանեկան խնդիրներ ենք ունենում, ես շատ ազատ, շատ հանգիստ գնում ու բողոքվում եմ դրա մասին Էմատատիկին։ Շատ հարցերում Անդրանիկը տղամարդու կարող է ուղղակի չհասկանալ։ Իսկ Էմատատիկի մոտ ես հանգիստ կարող եմ խոսել յուրաքանչյուր թեմայից, յուրաքանչյուր մարդուց նույնիսկ, որովհետև վստահ եմ, որ դա երբեք մեր տան պատերից դուրս չի գա։ Բամբասանքի թեմա դա չի դառնալու եւ առավել եւս դա իմ դեմ չի օգտագործվելու։ Ու շատ թեթևանում եմ։ Արդյունքում ստացվում է, որ ես իմ տան խնդիրը մեր տնից դուրս չեմ հանում, բայց շատ թեթևանում եմ։ Իսկ իմ առավելությունը գիտեք որն է, անանասը կտրեմ ու ասեմ։ Այսօր անանասի կեսը։ Իմ առավելությունն է սիրելի հետևողներ։ Կուզեք սա գլուխ գովալ համարեք, կուզեք մեծախոսություն համարեք, հանգիստ ինչ ուզում եք կարող եք համարել, որովհետև ես պարզ ասում եմ դրա մասին։ Իմ առավելությունն էլ այն է, որը ծառայում է իօքութին ու Էմատատիկի հարաբերություններում։ Ինձ իմ մաման շատ լավ դաստիարակություն ա տվել։ Ժողովուրդ, դիմացինին հարգել կարողանալը դա եւս դաստիարակության նշան է, լուրջ եմ ասում։ Մեր օրերում հարգանքը մարդը մարդու նկատմամբ այնքան է պակասել։ Եկեք խոստովանենք, ինչքան էլ ուզում ա լավը լինես, ինչքան էլ ուզում ա դու ճիշտ ապրես, եթե քո դիմացինը անդաստիարակ է, դու ինչ մակարդակի վրա ուզում ես եղել, միևնույնն է իր համար դու ոչ մի բան ես եւ որևէ նշանակություն չունես։ Պայքարել, որ անդաստիարակ մարդը գնահատի քեզ, քո ապրած կյանքը, քո արժանինքները, անիմաստ երևույթ է, որտեղ անդաստիարակ մարդը դրանց պարզապես չի դիրապետում, որ մի հատ էլ հասկանա։ Համեղ ապսե
Թանկագիններս այժմ երեկո է եւ ես պատրաստվում եմ պատրաստել պիցցա։ Այս պիցցան ուրեմն պատրաստել էի եւ իմ story բաժնում Instagram-ի ցույց տվել էինք շատ արագ պատրաստվող թավայի մեջ պատրաստվող պիցցա է եւ ուզում եմ հիմա արագ բաղադրատոմսով կիսեմ նաեւ ձեզ հետ։ Ուտում եմ 1 ձու։ Երկու գթալ մայոնեզ կամ թթվասեր։ Ինձ մայոնեզով ավելի է դուր գալիս, բայց մարդ կա, որ ասում է ինձ թթվասերն է դուր գալիս, ինձ որ այդ արդեն դուք կորոշեք։ Ես վանիլիա հորում ենք։ Լցնում ենք մի փոքր աղ, սոդա, ջուր սիրելի հետևորդներ, սա կես սուրճի բաժակ էր, եւ իհարկե ալյուր, ալյուրը այնքան, որ դառնա մածունի պես զանգված։ Ահա, այսպիսի։ Թավայի մեջ լցնում ենք շատ քիչ ձեթ։ Տեղափոխում եմ ես խոզապուխտը, քանի որ ցանկանում եմ, որ այն մի փոքր տապակվի։ Դուք կարող եք չանել եւ սա։ Պարզապես ինձ այդպես տապակած դուր է գալիս, հետո ոնց որ լավսպես միաձուլված են լինում ամբողջ մթերքների համերը։ Ոնց մի փոքր տապակվեց խոզապուխտը, ամբողջ մեր խմորը արդեն դատապում է խոզապուխտի վրա։ Ես արածում ենք ամբողջ թավային մատ երեսներ։ Այսպես։ Հագում ենք կափարիչը, սպասում ենք, ես կափարիչի վրայից արդեն կտեսնեմ, հենց իր երեսի շերտը այսպես սառեց։ Տեսեք, սիրելիներս, տանքին մասը լրիվ ետված է, չէ՞։ Այժմ սառեցնում եմ ու շուտ։ Հիմա արագ-արագ մնացած մթերքներն ենք լցնում, ես լցնում եմ այստեղ ուրեմն կեչուպ, եւ դուք այստեղ կարող եք լցնել ցանկացած մթերք, քանի որ ես ցանկանում եմ լինել միայն խոզապուխտով, այդ պատճառով պարզապես վրան շարժում ընդհանրենը պանիրը կարող է լինել նաեւ քերած։ Հագում ենք կափարիչը, թույլ ենք տալիս, որ պանիրն էլ հալվի։ Այս ինձ հավես պիցցա է ստացվում։ Թանկագիններս, այժմ մենք գտնվում ենք խոհանոցում, որպեսզի փորձարկում անենք։ Հիշում եք, չէ՞, որ ձեզ ասել էի, եղբայրս բաստուրմա է պատրաստել իր ձեռքով, պապայիս օգնությամբ կամ աջակցությամբ խոսքով, եւ դա ուղարկել էր ինձ, բայց այն ամանորին չհասցրեց ամբողջությամբ հասունանալ, Վահանետի վանդանալու կապակցությամբ ես մինչև հիշեցի, որ դա պետքա կախեմ, արդեն ուշ էր ու չհասցրեց, թաց էր մնացել, բայց հիմա արդեն հասունացել է, եկեք միասին փորձենք, տեսնենք թե ինչ անի, բայց մի հատ խոհանոցը ցավակեմ, քանի որ առավոտյան ինչ ասես պատրաստել եմ այսպես խառնվար եւ թողել ու տանից դուրս եմ եկել, եկեք մի հատ խոհանոցը ցավակեմ, նոր միասին փորձենք։
Սիրելի հետևորդներ, ուրեմն բաստուրմը խոզի մսից է, բանից պարզվում է, և բույրը այս պահին արտակարգ է, շատ ընտիր է, ես առաջին անգամ փորձում խոզի մսի բաստուրմը ու վերջն է, ընտիր, շատ ընտիր, ապրես կամջան, այմը հավատում եմ քեզ մանկատնից չեմ վերցրել, դու իրոք իմ աղբերն ես։ Թանկագիններս, ես ուզում էի արդեն ավարտին հասցնել այսօրվա վլոգը, և դա պետք է անենք փոքրիկ unboxing-ով, այսպես ասեմ, եթե կարելի է unboxing անվանել, ուրեմն սիրելի հետևորդներ, ես Օզոնից մի քանի բաներ էի պատմել, որոնք ձեզ համար նորություն չեն, բայց շատ ջղայնացած էի, համել էի ուզում ասեի, Օզոնը, սիրելի հետևորդներ, իր ապրանքները շատ անպատասխանատվորեն է բերում, ուշացնում է շատ, նշված ժամկետից շատ ուշացնում է, երևի թե բոլոր ապրանքները կլինի, որ նշված ժամկետից շատ ուշ է հասնում, հիմա ես օրինակ պատվիրել էի լիքը կոսմետիկաներ, բայց այնքան ուշացրեցին իրենք, որ ես ստիպված եղա օրինակ դրանց փոխարինող ինչ-որ բաները Հայաստանից գնել, մինչև կգա կհասնի ինձ, հայաստանյան ներկայացուցիչները չեն մեղավոր, որ դա էլ շեշտեմ մանակ, հենց Օզոն ընկերությունը ինքը անպատասխանատվորեն է աշխատում, այնպես որ հաստատ էլ երբեք Օզոնից ոչինչ չեմ պատվիրի, եթե պատվիրեմ էլ Վայլբերիսից միակ առավելությունը այն էր, որ Օզոնում կային այն ամեն ինչը, ինչը հասանելի չէր Վայլբերիսում։ Իմ մշտական տոնային կրեմից եմ պատվիրել, որը որ ես միշտ օգտագործում եմ։ Իր մեջ օգտագործելու հաճախականությունից զգում եմ, որ համեմատաբար ավելի քիչ է, ինքը շուտ է վերջանում։ Այս ասեմ, հա իմ հետևորդուհիները ասում են, որ սրանց Հայաստանում արդեն վաճառվում է, դրա համար շատ ուրախ եմ, բայց փոխարինողը ընկերուհիներից մեկը, ով ինստագրամյան բլոգեր Էնջելոց, առաջարկեց գնել այս տոնայինը, մինչև իմ տոնայինը կհասնի, իմիջելոց շատ գոհ եմ այս տոնայինից, շատ լավն է, միակ թերությունը, որ իր ամենաբաց համարը էլի մուք է նստում իմ մաշկին, բայց մնացածը ընտիր է, մի խոսքով իմ տոնայինը, որը բազմից ցույց տվել եմ, էլ շատ չմանրամասնեմ, նույն իմ այս խոնավեցնողից եմ և սնուցողից եմ պատվիրել, որովհետև այնքան գոհ եմ իրանից։ Սիրելի հետևորդներ, ես այս խոնավեցնողին 10-ից 10 եմ նշանակում, արտակարգ ինձ խոնավեցնողը, էլի եմ ասում, այնքան լավն էր, այնքան եմ հավանել, որ նորն եմ պատվիրել, հիմա տեսնեմ մեջը ամեն ինչ, այո, ամեն բան համապատասխանում եմ, շատ եմ հավանում, շատ, այս մեկը շուտով արդեն վերջացնելու եմ, նայեք, մեջը համարյա բան չի մնացել, և իհարկե վերջացել էր նաև իմ դիմափոշին, լիքը բաներ ունեմ պատվիրած, որոնք սակայն չէր հասել և չգիտեմ էլ, թե երբ կհասնի, դրա համար ասեցի սրանք ձեզ ցույց տամ, որ օգտագործեմ, դե արդեն սա գիտեմ, նոր չի, որ պետքա կարծիքս հայտնեմ, սա շատ լավ դիմափոշի է, ես իրենից նախկինում էլի օգտագործել եմ ու էլի գոհ եմ, դե ինչպես ասեցի, նորություններ չկար, հետո այնտեղ ամանի հեղուկ եմ պատվիրել 5 լիտրանոց, դա հասել է, լվացքի փոշի եմ պատվիրել 12 կիլոգրամանոց, դա դեռ չի հասել, դեմքի փրփուր, այսինքն լիքը բաներ։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ վլոգը մինչև վեր դիտելու համար, ձեր դրական մեկնաբանությունների համար, շնորհակալություն եմ հայտնում ձեզ լայքելու համար, որը որ դուք հենց հիմա արեցիք, դե արեք, եթե չարեցիք։ Կհանդիպենք շատ շուտով հերթական հետաքրքիր վլոգով, բայ բայ։